Արև Գորիս ջան։ Վարդևանյանի ձայնը, որ լսեցիք, էդի հիվանդությունից չէր, երեք սիսանում էինք։ Ես տենց պեսա չեմ տեսել։ Մի պար, մի ուրախություն։ Մենք էլ ենք պեսա, հեսա մեղր ենք գնալու, բայց տենց բաներ չենք անելու։ Ժողովուրդ ջան, ինչ եմ ուզում ասեմ, այսօր խնձորեսկում ենք մենք ու մարդկանց հետ խոսում ենք, մարդիկ տարբեր հարցեր են տալի, բայց մի բան իրանց աչքերի մեջ ես տեսա, որ ուզում եմ ձեր հետ կիսվեմ, մարդիկ սովոր են քաղաքական ուժերը գան, ինչ-որ բան խոսան, ու մարդիկ վերաբերվում են դրան որպես քաղաքական խոստում, բայց ուզում եմ մեր պատմությունը պատմեմ, գիտեմ, որ մեծ մասը գիտեք, բայց մենք քաղաքական գործիչներ չենք եղել Մենք ուղղակի տնտեսություն ենք զարգացրել, մենք ուղղակի ամենալավն ենք կարողացել տնտեսությունում հաջողություններ ենք ունեցել, գործարաններ ենք բացել, տարբեր հյուրանոցներ ենք բացել, ուրիշ բաներ ենք արել, բայց քաղաքականությամբ չենք զբաղվել, ու միշտ չենք է սիրել քաղաքական գործիչներին, ճիշտ որ ասեմ ձեր նման, բայց մի հատ մարդ կար, որ սկսեց ապրել, որ սկսեց պրոցեսներ, որը մեր համար տարօրինակ սկսեց թվալ Առաջինը անցած տարվա ցեղասպանության օրերի ժամանակ մենք սկսեցինք լսել, որ այս մարդը խոսք ա տվել մեր հարևան երկրին, որ ցեղասպանության թեման ուզում է մոռանա։ Մի քիչ կասկածով վերաբերվեցինք, բայց լսեցինք։ Եկավ մյուս լուրը։ Հայոց Հայրապետի մեր կաթողիկոսի դեմ սկսեց խոսույթ, որը մենք փողոցում իրար հետ տենց չենք խոսում։ Երկու տղա 18 տարեկան իրար հետ կարող է տենց չխոսան։ Ու եկեղեցու դեմ, եկեղեցուն տարբեր անուններ դրեց, որը չեմ ուզում կրկնեմ։ Մեր եկեղեցին է, պատկերացնում եք մուսուլմանները իրանց մզկիթին տենց անուն դնեն, քանի վարկյան հետո կսրբեն իրանց ուտեից։ Հետո մի հատ ունիկալ տարօրինակ բան, ասեմ ձեզ։ Ուրեմն մի հատ մարդ է ելնում, ում այսօրվա ազգային ժողովի նախագահը հայտարարում է որպես Հայաստանի անվտանգության երաշխավոր։ Գիտեք ով է, ըստ քաղաքացիական պայմանագիր կուսակցության Հայաստանի անվտանգության երաշխավորը։ Ադրբեջանում իր նախագահ։ Ուրեմն երաշխավորի խոսքերն եմ կարդում, Գորիսեցիներ ջան։ Ոչ ես եմ գրել, ոչ ուրիշ, այս մարդն է ասել։ Ասել է 2 ամիս առաջ։ Իրանց գիտնականներին բոլորին հավաքել է եւ խոսացել է։ Ասում է, ես արդեն որոշ ժամանակ առաջ ասել եմ, մենք պետք է վերադառնանք մեր պատմական հողեր, ոչ թե տանկերով, այլ ավտոմեքենաներով, և դա իրականացնելու համար հիմնական պատասխանատվությունը դրված է պետության վրա։ Իրանք պետք է վերադառնան իրանց պատմական հողեր, որն է իրանց պատմական հողը։ Ալթայից ձիու վրա հելը եկել են։ Գնում ենք են կողմ, ասում են Արևմտյան Հայաստանը ձերը չի, մեր ԿՊՆ-ն էլ է ասում Հայաստանի։ Գալիս ենք այս կողմ, ասում են Արցախը ձերը չի։ Գալիս ենք Հայաստան, Գորիսի անունը գնում են Գորուս, ասում են էս էլ է մերը։ Լավ, բա մենք ես կարողա ինչքան հետ գնացինք, այդքան ախորժակներ բացվեց։ Տեղ չկա էլ տեղ չկա, ուզում են գան, ես չեմ ասում, այս մարդն ասում, ինչ ասելա, արելա, ինչ ուզելա տվել ենք։ Ինչն է մեր առաջարկը։ Այս մարդը ամենակարող մարդ չի։ Մի հատ էլ մարդ, այո։ Այս մարդը ամենակարող մարդ չի, Ադրբեջանը աշխարհի 80-րդ երկիրն է ազորությամբ։ Նենց չի, նենց ուժեղ երկիր է։ Ռեալ ասեմ, մեր համար մի անգամ հաղթել է, հեծել է մի մարդու։ Պետքա փոխենք։ Պետքա երկրում իրավիճակ փոխենք։ Աշխարհի 80-րդ երկիրը պետքա մեզ հաթաթա չտա, այս են դարն է չի, որ կարողանա ինչ որ ձև սենց գան ասեն էսի արևմտյան Ադրբեջանա վсё։
Էս է դարը չի։ Աշխարհում գերտերություններ կան, տերություններ կան մեր տարածաշրջանում։ Մենք հարևան Իրան ունենք, որ երաշխավորություն է տալի։ Ուրիշ երկրներ, բոլոր երկրները տարածաշրջանում ձեռ է տալի Հայաստանի լինելը։ Լավ դուք կրվել եք։ Կարա գնաք, թողեք հայ ազգը իր մեջ որոշի, նենց մարդ բերին, ով որ կարա այս պարտությունից հելնի։ Հասկացանք մի անգամ կրվել եք, քո պարտությունը։ Մեր վրա ամեն անգամ խի ես որպես կոմպլեքս բարդում։ Կարապետյան այս պրոցեսի մեջ Ժորժ ջան, եթե ուրիշ քաղաքական գործիչ լիներ Հայաստանում ուժեղ, կարող է կյանքում չմտներել, բայց ինքն է մտել, որովհետև չի հավանել մինչև հիմա եղած քաղաքական գործիչների ոչ մեկի ծրագիրը, ոչ նախկինների, ոչ էլ ներկաների։ Շատերին ներկաները իրանց թուլությունը ցույց տալու համար, պահելու համար ասում են, որ Կարապետյանը եկել է, աշխարհի ամենահարուստ մարդը եկել է, էդի համերգով են շուշուտ ասում։ Աշխարհի ամենահարուստ մարդը եկել է Հայաստան, հայը կներեք, եկել է Հայաստան, 8 ամիս KGB-ի 8 քառակուսի մետրանոց մեկուսարանում նստել է պրինցիպիալ։ Վերջում ընտրությունը հաղթելու է ու ձայները տա ուրիշին։ Լսել եք տենց բան։ Ժորժ Սամվել Կարապետյանը այս ամբողջ պրոցեսի մեջ ոնց որ պրինցիպիալ մտել է, տենց է մինչև վերջ գնալու է ու ինքն է լինելու մեր երկրի մյուս առաջնորդը, եթե մենք բոլորս ուզենք։ Բայց այս վերջությունը չենք ուզում լինի, չենք ուզում աշխարհի 87-րդ երկիրը գա սուրճ ճոճի մեր վրա։ Ու այդ փոխելու համար պետք է փոփոխություն լինի երկրում, ու այդ փոփոխությունը միակ ըստ բոլոր հարցումների, ըստ մարդկանց կանխատեսումների պետք է լինի ոչ նախկին, ոչ ներկա, այլ ապագա։ Ապագա։ Գիտեմ, ձեզ լավ ճանաչում եմ, գիտեմ շատ քաղցր խոսքեր չեք սիրում, դրա համար ուզում եմ ասեմ, որ ինչ խոսք ենք տալիս, այն ինչ որ պատմում ենք, դա մեր տեսլականն է։ Այն ինչին, որ մենք հավատում ենք, անելու ենք էդի, որովհետև մեր խոսքը գետին գցելու դեռ փորձ չենք ունեցել։ Ինչ ասել ենք, ժամանակին արել ենք։ Ու այդ ամեն ինչը արել ենք մեր գրպանից, մեր հնարավորությունից։ Հիմա էլ ստիպված մտել ենք մի պրոցեսի մեջ, որ անենք ուրիշ գործեր։ Մեծ գործեր, հայրենանվեր գործեր, բայց դժվար, որը մենակ չեն կարող անենք։ Ու ինչպես Սամվել Կարապետյանը 3 օր առաջ իր տան բակում ասեք, Իրան մենակ չթողեք ժողովուրդ, իրար հետ